Բարև ձեզ Տիկին Պողոսյան։ Բարև ձեզ։ Տիկին Պողոսյան, քանի որ դուք ղեկավարում եք առողջության իրավունք իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, նաև ոլորտի լավագույն փորձագետներից եք, այսօր կանդրադառնանք դարձյալ ոլորտին, վերջին փոփոխություններին, դրանց դինամիկային եւ սկսենք հարցը այս պահին առողջապահության ոլորտի ամենախնդրահարույց կետերից, որոնք են ըստ ձեզ եւ եթե ունենայիք հնարավորություն փոխելու դաշտում ինչ-որ բան, ինչ 3 առաջնահերթություններ կունենայիք։ Այսօր ամենագլոբալ խնդիրը որ կա, դա ապահովագրության ներդրումն է, որը որ կատարվել է այսպես հախուռն, ոչ ռիսկերը գնահատված եւ ինձ համար շատ ահազանգող է եւ ցավալի է, որ այս կարևոր ռեֆորմը ներդրվելուց, այսքան խնդիրներով ներդրվելուց հետո կարող է հիասթափություններ առաջացնել թե շահառուների մոտ, այսինքն Հայաստանի Հանրապետության բնակիչների մոտ, թե բժիշկներ, բուժքույրեր, մայրապետեր եւ ընդհանրապես դեղատան աշխատակիցներ եւ այլն, եւ ընդհանրապես եւ կարող է այս ռեֆորմը ձախողել։ Հաջորդը, որ կուզեմ հատուկ նշել, դա առողջապահության նախարարության կողմից իրավական այնպիսի դաշտի ստեղծումն է, որի արդյունքում կադրային քաղաքականությունը տուժվում է, բժիշկները հիասթափվում են եւ արտագաղթում են բավականին շատ, որը որ կարող է հետագայում լուրջ եւ արդեն իսկ լուրջ խնդիր է առաջացնում առողջապահական համակարգի վրա։ Անհասկանալի օրենսդրական կարգավորումները, որով պահանջում են բժիշկներից լիցենզիայի քննություններ, փաստաթղթեր, մինչև իսկ հոգեբուժարական եւ նարկոլոգիական տեղեկանքների ներկայացում եւ այլն, սա բերելու է բժիշկների, այսպես ասած, նաև նվաստացուցիչ ինքնասիրության կպնելուն, որի արդյունքում շատ բժիշկներ արդեն իսկ այդ գործընթացի մեջ են, որ անգլերեն լեզուն են հանձնում տարբեր տեղեր, գերմաներեն եւ արտագաղթում են Գերմանիա, շատերը արաբական էմիրություններ եւ այլն։ Եվ հաջորդ խնդիրը դա օպտիմալացումն է, որը կատարվում է անհասկանալի ձևով, որը որ կործանարար է լինելու հատկապես մարզային առողջապահության համար։ Տիկին Պողոսյան, առողջապահության ապահովագրության մասին նշեցիք առաջինը, այդ բացերն ու ռիսկերը, որոնց մասին խոսում եք, որոնք են հիմնականում առողջապահության ապահովագրության մասին խոսեցիք, նշեցիք առաջինը եւ կներկայացնեք այն բացերն ու ռիսկերը, որոնք ձեզ մտահոգում են այս պահին։ Նախ օրենսդրական մի ամբողջ բաց կա այս համակարգում, սկսենք նրանից, որ սկսեցին գումարների գանձումները անել դեկտեմբեր ամսվանից, սակայն օրենքը ներդրված էր հունվարի 1-ից։ Օրենքը ներդրվեց առանց հիմնադրամի, այդ հունվարի 1-ին, երբ որ մեկնարկեց ապահովագրությունը, մենք ունեինք մի պաշտոնյա, դա հիմնադրամի տնօրենն էր, այն էր նշանակված տնօրենը, որը որ անցյալում ունեցել էր կոռուպցիոն տարբեր շահարկումներ, որտեղ նախկին պետական առողջապահական գործակալության աշխատակից էր եղել։ Հաջորդը առանց պայմանագրեր կնքելու, առանց իրազեկելու ճիշտ եւ քաղաքացիներին եւ ենթակառուցվածքներին մենք մտանք ապահովագրություն, որը որ մեծ ռիսկեր էր հենց ի սկզբանե առաջացնում, ինչպես կոռուպցիոն, այնպես էլ կազմակերպչական եւ այլն, եւ բուժ սպասարկման խնդիր է առաջ գալիս դրա հետ կապված։ Հաջորդը դա ուրեմն ապահովագրական փոխհատուցման գներն են, որոնք որ նույն այդ պատվերը տարածել էին այս ապահովագրական քեյսերի վրա։ Այսինքն առողջապահության կազմակերպիչները նախարարությունը չի գնահատել, ինչու է սև փողերի շրջանառություն հիվանդանոցներում, այդ պատվերի շրջանակներում, եւ այդ նույն սխալը տարածեց նաեւ ապահովագրության վրա։ Սակագնային խնդիրները բերել են արդեն նրան, որ հիվանդանոցներում շատ դեպքերում հրաժարվում են ապահովագրված հիվանդներին վիրահատել, սպասարկել, որովհետև ավելի քիչ է փոխհատուցում պետությունը, քան երբեմն ինքնարժեքն է։ Այսինքն սխալ է գնահատված այդ փաթեթների արժեքը։ Եվ մյուս խնդիրը դա բժիշկների, բուժքույրերի եւ մայրապետերի վարձատրությունն է, որը մեծ աղմուկ է հանել, որովհետև ապահովագրական այս մի ամսվա ընթացքում սպասարկված
սպասարկած բուժ պերսոնալը 2-ից 3 անգամ քիչ աշխատավարձներ են ստացել, հատկապես թիրախային է եղել արտահիվանդանության, բժշկական օգնության եւ ծառայության աշխատակիցները եւ մարդիկ շատ տարակուսած են, օրինակ բժիշկ մասնագետներ կան, որ անձնական նամակներով կամ հանրային գրում են, որ իրանք 20,000 դրամ աշխատավարձ են ստացել։ Բժշկի համար այդ նվաստացուցիչ է եւ շատ օրինակ անեստեզիոլոգներ բաց գրում էին, որ ավելի լավ է մենք գնանք տաքսի վարենք, կամ թե զբաղվենք այս ծանր ռիսկային գործով, որովհետև անեստեզիոլոգիան, որին առողջապահության նախարարությունը սկզբից փոխհատուցում էր նախատեսը 5%, այնուհետև աղմուկից հետո, երբ որ մասնագիտական հանրույթը եւս բարձրացրեց այդ ձայնը, դարձրեց 8%, 5-ից 8%-ը ես հաշվել էի մոտավորապես, եթե մի վիրահատությունից ստանում էր 7,000 դրամ, մյուսինքը պետք է ստանա 8,000, այսինքն 1,300 դրամ էր ավելանում։ Դա բժշկի հանդեպ ոչ ճիշտ մոտեցում է, որը բերելու է բժշկական հանրույթի եւս մի խնդրահարույց իրավիճակի ստեղծման արդյունքում արդեն իսկ ունենք արտագաղթող բժիշկներ եւ գնալով արտագաղթելու են, իսկ մենք գիտենք, որ մարդկային ռեսուրսը հատկապես առողջապահության կազմակերպման մեջ շատ կարեւոր է։ Տիկին Պողոսյան, դուք նշեցիք այդ բացերի մասին եւ այո, լրատվամիջոցներն էլ առիթ ունեցել են անդրադառնալու թե բժիշկների կողմից գերծանրաբեռնվածության, աշխատավարձերի հարցի բարձրացման խնդիրներին, թե պացիենտների հնարավոր բուժառուների դժգոհությունների մասին հերթերի հետ կապված ամեն դեպքում մյուս կողմն էլ իշխանությունները, որոնք ներդնում են այս համակարգը, պնդում են, որ ոչ մի փոփոխություն առանց խնդիրների չի լինում, հետեւաբար այո, այս ճանապարհն էլ պիտի անցնել լավագույն ապահովագրական իրավիճակ ունենալու համար։ Ինչ պիտի արվի, որ չի արվում եւ ինչքանով են օբյեկտիվ իշխանությունների դիտարկումները այս հարցի շուրջ։ Այք իշխանությունները իդեմս առողջապահության նախարարի եւ նախարարության համապատասխան պաշտոնյաների, ովքեր որ որոշումներ են կայացնում, մի մեծ խնդիր ունեն, իրենք ականջալուր չեն լինում խնդիրներին։ Ապահովագրության օրենքի նախագծի շրջանառման օրվանից խոսվել է այդ խնդիրների մասին, բայց իրենք նախընտրել են օրինակ հետևել կոնկրետ ինձ որպես մասնագիտական հանրույթի մի մաս, վստահ կարող եմ ասել, ընդհանրապես Facebook-յան գրառումներով։ Իհարկե դու մասնագիտական ամբողջ խնդիրները չես կարող տեղավորել Facebook-յան գրառման մեջ, այսինքն մասնագիտական հանրույթին չեն լսել եւ դրա ապացույցն է վերջի հարցազրույցը նախարարի, երբ որ լրագրողը հարց է տալիս, ասում է մասնագիտական հանրույթը տարակուսած է ձեր նշանակումից, այս ամեն ինչից, ասում եմ դա մասնագիտական հանրույթի խնդիրն է, ինձ չի հետաքրքրում։ Ոչ, պետք է ականջալուր լինել, ոչ թե միայն գովասանքներին, այլ նաև խնդիրներին, որովհետև հենց բժիշկը, բուժքույրը, մայրապետը, որը որ աշխատում է պրակտիկ միջավայրում, նա ավելի օբյեկտիվ տեղեկատվություն է տալիս, հասարակական կազմակերպությունները, ասոցիացիաները հստակ տեղեկատվություն են տալիս դրա մասին։ Այդ դեպքում առողջապահության նախարարության էջում տեղադրվում են պարբերաբար ինչ որ հանդիպումներ, բժշկական կենտրոնների ներկայացուցիչների հետ այդ թեմայով քննարկումներ, որևէ բան չի փոխվել այս ընթացքում։ Կոնկրետ վերջերս օրինակով ասեմ, մի շատ հայտնի բժիշկ էր իմ հետ կապնվել եւ ասում էր, որ իր աշխատավարձը 30%-ով պակասել է։ Երբ որ ես հարց տվեցի, ասեցի, ախր երեք նախարարը ձեր մոտ էր եկել։ Խնդրում եմ մի հատ ասեիք, էլի, դուք այդ հարցեր են դրանք, որոնք որ պետք է նախարարը լսի, գուցե այդ մարդուն չեն ներկայացնում, չգիտի, եւ շատ հետաքրքիր ինձ պատասխան տվեց, իսկ ով է թույլ տալի նախարարին մոտենալ։ Այսինքն առողջապահության նախարարը նաև հասանելի չի դառնում այդ բժիշկների բողոքների համար։ Այն ինչը որ մենք տեսնում ենք մամուլում, սոցցանցերում, մենք տեսնում ենք սինգապուրյան առողջապահություն, որ ամեն ինչ շատ լավ է, իրականում այդպես չի։ Վերջերս, հենց մի քանի օր առաջ նախարարը ճակերտներով պատահական այց էր կատարել դեղատնային ցանցերից մեկ դեղատուն եւ պարզվում է այդ պատահական այցի ժամանակ այդ դեղատնային ցանցի, որը որ ունի մի քանի հարյուրի հասնող դեղատներ,
ամենագլխավոր տնօրեններից մեկը այնտեղ կանգնած պատահական հետևում էր նախարարին ինչ են պատասխանում։ Այդպես մենք միայն, այո, նախարարը լսելու է ճիշտ խոսքեր, գովեստի խոսքեր, բայց օրինակ բազմաթիվ էին մինչև ամսի 20-ը դեղատների բողոքները, որովհետև իրենց գումարների փոխհատուցումը չէր եղել, պարտքեր կային եւ այլն, նոր բարձրաձայնելուց հետո փոխանցումները կատարեցին, այսինքն կան խնդիրներ եւ այդ խնդիրները պետք է ականջալուր լինել եւ փորձել հասկանալ այդ խնդիրները ինչքանով են օրենսդրական, օբյեկտիվ եւ շտկում կատարել։ Իսկ եթե այսպես մենք ցույց տանք, որ ամեն ինչ շատ լավ է, դա այդ խնդիրները ձնագնդի պես մեծանալու են եւ խնդիր են դառնալու ամբողջ հանրության համար։ Սինգապուրյան առողջապահական համակարգից խոսեցիք, հաշվի առնելով, որ պետության մեջ ամեն ինչ փոխկապակցված է իրար եւ մենք էլ այսպես Սինգապուր չենք, հետեւաբար չենք կարող ձգտել նաեւ առողջապահական նման համակարգի։ Ինչ անել այս պայմաններում եւ ինչ անել, որ հաջողել։ Մի շատ լուրջ խնդիր ունեն այսօր իշխանականները, ես բազմիցս դրանից խոսել եմ։ Առողջապահական ապահովագրությունը ներդրեցին նախընտրական նպատակներից ելնելով, այսինքն իրենք ունեին խոստում, հա, 2021 թվականի նախընտրական իրենց ծրագրում եւ շատ հախուռն ուզեցան ցույց տալ, որ սա նախընտրական ուրեմն շրջանում մենք արել ենք դա, հա։ Եվ այս պահին այդ շարունակությունը անընդհատ լավը ցույց տալով, որ գտնում են մի հիվանդի, որին որ վիրահատել են, հիմա էլ տենդենց կա, ամեն հիվանդանոցից մի բժիշկ խոսում է, որ ինչքան լավ է, որ այս վիրահատությունը արվել է անվճար, այո, շատ լավ է, մինչև ապահովագրական ներդրումներ էին արվում այդ անվճար վիրահատությունները, ավելին ասեմ, 10, եթե չեմ սխալվում, 6 թվականից սրտի բավականին լուրջ ծրագիր էր ներդրվել, կյանք փրկող ծրագիր, այնուհետև ինսուլտի ծրագիրը ներդրվեց, ու տենց բազմաթիվ ծրագրեր, հա, եւ այդպես ցույց տալ հանրությանը, որ սա շատ լավ է եզակի, դա լավ է, թող անեն, բայց դրա հետ մեկտեղ կա մի հատ մեծ խումբ դժգոհություններ եւ այդ դժգոհություններին պետք է ականջալուր լինեն, բայց քանի որ մենք արդեն ամբողջ իշխանությունով զբաղված ենք նախընտրական, այսպես ասած, խնդիրներ լուծելով, եթե ուշադիր եք, բոլոր իշխանական падգամավորները, բոլոր նախարարները միանշանակ sense գեղեցիկ խոսում են ապահովագրությունից, բայց չեն խոսում կամ չեն խոսում խնդիրներ։ Մի տարօրինակ բան պատմեմ, երբ որ վարչապետը ասեց դե կլինեն խնդիրներ, ավելի օբյեկտիվ ասեց դե կլինեն խնդիրներ, կամավորներ ստեղծեք, գնացեք, ճշտեք եւ այլն, Արսեն Թորոսյանը մի շատ հետաքրքիր բան ասեց այնտեղ, ասեց դե պարոն վարչապետ, շատ լավ գործիք է ներդրել առողջապահության նախարարությունը, մի հատ տելեգրամյան խումբ է բացել եւ այդ տելեգրամյան խումբով ամբողջ բժշկական հանրույթը կարողանում է իր խնդիրները ասել եւ ստանալ պատասխան։ Այդ ժամանակ որ խոսում են, այդ տելեգրամյան խումբը ստեղծվել էր 1 օր։ Ես ինքս մեջն էի եւ առաջի 2 օրը նախարարը անձամբ էր պատասխանում, որտեղ առաջի 2 օրը խնդիրներ չկային։ Հետո խնդիրները շատացան, մեկ-մեկ սկսեց պատասխանել մամուլի խոսնակը, մեկ-մեկ հիմնադրամի տնօրենը եւ աշխատավարձները արդեն հաշվարկելուց հետո ես հայտարարեցի, որ մենք ունիկալ ազգ ենք։ Մենք մի ազգ ենք, որտեղ առողջապահության նախարարությունը ստեղծել է տելեգրամյան ալիք, որի մեջ շատ կոպիտ քննադատում են առողջապահության նախարարին։ Եվ այդ որպեսի քանի որ այնքան օբյեկտիվ էին դժգոհությունները եւ այնքան շատ էին, վերջի գրառումը այդ տելեգրամյան ալիքում եղավ նախարարի մամլոխոսնակինը, որ այս հարթակը ստեղծված էր չգիտեմ ինչի համար եւ այս հարթակը դադարում է գործելուց։ Փակեցին այդ տելեգրամյան ալիքը, այսինքն հասկանալի է, որ մենք քննադատություններ ուղղակի չենք ուզում լսել։ Տիկին Պողոսյան, աշխատավարձերից խոսեցինք, այս պահին ինչ վիճակ է ապահովագրությունից հետո։ Իրականում անցած ամիս, երբ որ ստացել են աշխատավարձները, բավականին ցածր է եղել, փոխհատուցումները շատ ցածր են, սկզբից մի նախագիծ շրջան առեցին, որտեղ որ ապահովագրական փոխհատուցումից դեպքի 30%-ն էին տալիս բժշկական բժիշկներին, բուժքույրերին եւ մայրապետերին որպես աշխատավարձային ֆոնդ,
որի 30%-ի 50%-ն էր գնում օրինակ վիրահատող, վիրաբույժ, օգնականներ եւ այլն։ Երբ որ հաշվարկում էինք, օրինակ հասարակ բան ոսկրի առանց բարդության կոտրվածքի բաց վիրահատության ժամանակ փոխհատուցում էր 100,000 դրամ, որից բժիշկը ընդհանուր էր ընդամենը պահումներն նրանց 13,000 դրամ աշխատավարձ։ Եվ երբ որ աղմուկը բարձրացավ, ասեցին դե լավ, տոկոսը 5%-ով ավելացնում ենք, այսինքն եթե այս համամասնության մեջ բաշխում ենք 13,000 դրամը դառնում էր 15,000 դրամ, որովհետև նաև այնտեղ պահումներ կան եւ այլն, այսինքն դե լավ 2,000 դրամ ավելացրեցինք, նույնը արեցին անեստեզիոլոգներին եւ ամենակարևորը ԱԱՊ-ի բժիշկները 3 անգամ ցածր աշխատավարձ են ստացին, ինչպես նաեւ բուժքույրերը, որովհետեւ per capita-ով վարձատրվելու փոխարեն արդեն բաժանել են երկու մասի, հա, դեպքերը, մեկը per capita, մյուսը ապահովագրական եւ որի արդյունքում 3 անգամ իջել է նրանց աշխատավարձը։ Per capita-ով էին վճարվում նաև բուժքույրերը, օրինակ նա մասնագետների, որոնց աշխատավարձը եւս իջել է բավականին շատ։ Դե բնականաբար ոչ ոք չի մտածում, որ մայրապետերի աշխատավարձն ընդհանրապես մինիմալ աշխատավարձ է դրա բարձրացման կամ փոխհատուցման մասին։ Եվ նախարարը մի շատ հետաքրքիր բան արեց, անմեղ մի հայտարարություն արեց, Կարծեք հերքում էր ինչ որ այսպես ինքը առաջին մասում հերքել էր, երկրորդ մասում հաստատել էր, շատ հետաքրքիր մի հատ այսպես տեքստ էր դրված, ինչ է ասում, ասում է, հո մենք չենք ասում 35% տվեք, մենք ասում ենք, որ մենք դնում ենք մինիմալ շեմ 35%, 8%, 25% թերապևտիկ պրոֆիլը, մնացածը թող տնօրենը որոշի։ Իրականում մինչև այդ նախագծում կար, որ 100% պետական ենթակայության հիմնարկների տնօրենները, եթե որոշեին 1% ավել տալ բժշկին, պետք է պարտադիր նախարարի հետ համաձայնեցնեն եւ այլն եւ այլն։ Հետո մասնագիտական հանրույթի ճնշումներից հետո հանվեց այդ կետը, թողեցին մի քիչ ինքնուրույնություն, ասում թող տնօրենը որոշի։ Բայց բիզնես կանոններով այդ վիրահատության արժեքը եթե 1000 դրամ է, դու այդ վիրահատության համար տալիս ես 800 դրամ ու հետո սիմվոլիկ եմ ասում ու հետո պահանջում ես որ այդ 800 դրամի մեջ տնօրենը հերիք չի տեղավորվի մի հատ է քո 35%-ից ավել տոկոս տա ոչ մի տնօրեն դա չի անի որովհետև բիզնես կանոններով դա վնասով տրվող ծառայություն է այստեղ լուրջ խնդիր է որ պետքա վերանայվի սակագները հիվանդությունների փոխհատուցման, որի արդյունքում կլինի եւ իմ համար շատ հետաքրքիր մի հարցազրույց նայեցի հիմնադրամի տնօրենի կողմից, որը որ ասում է դե եթե դուք վիրահատում եք ռուտին, ես չեմ հասկանում ինչ է նշանակում ռուտին վիրահատություն, ցանկացած վիրահատություն ունի իր ցուցումները, հակացուցումները եւ բարդությունները Օրինակ, առողջապահական հիմնադրամի տնօրենի համար խոլեցիստեկտոմիան դա ռուտին վիրահատություն է։ Իդեպ ճիշտ մեկ հստակեցություն անեմ, բժիշկներ չեն, որ խոսում են սրա մասին, հա։ Խոլեցիստեկտոմիա ռուտին է, ապենդիցեկտոմիան ռուտին է, ճողվածքների վիրահատությունը ռուտին է, ասում պետք է վիրաբույժները շահագրգռված լինեն, ռուտինից դուրս բարդ վիրահատություններ անեն, որպեսզի իրանց աշխատավարձները բարդանա։ Մի վիրաբույժ կար, կես այսպես սև հումոր արեց, ասեց սրանից հետո խոլեցիստիտով որ եկան մոտս վիրահատելու պետք է բարդացնեմ։ Ձեռի հետ մի բան էլ ամպուտացիա անեմ, որ աշխատավարձ ստանանք, ասենց ոչ չի ռուտինով։ Այսինքն բժիշկների ատեստավորումն է, էլի։ Հա, էլի, ծիծաղելի բան է ստացվում։ Այո, այսօր մարզային բժշկական կենտրոններում հատկապես վիրահատական բաժանմունքների աշխատանքի 85%-ը ռուտին է, որովհետև բարդ վիրահատությունները գալիս են ավելի բարձր մակարդակի ըստ մակարդակների է դրվում վերակենդանացում ունեցող հիվանդանոցներ եւ այնտեղ ծանր վիրահատությունները նաեւ իրենցից ենթադրում են հետվիրահատական ծանր ընթացքներ եւ հսկողություն։ Այսինքն իրենց ասածից դուրս է գալի, որ մարզային առողջապահությունը, որոնք որ ռուտին են անում, այդ ռուտին արողները բնականաբար ունենալու են ցածր վարձատրություն, այլ որ ռուտին չանեն, ծանր վիրահատություններ անեն, բարձր կստանան եւ շարունակությունը բարձր է համարում, ասում եմ դե բժիշկներ կան, որ ռուտին չեն անում, 700,000 աշխատավարձ են ստանում։ Սա ասում է մի համակարգի պատասխանատու, որի նախարարը
7 միլիոն պարգևավճար է ստացել, որի փոխնախարարները 3 միլիոնից ավել պարգևավճարներ են ստացել ու գտնում են, որ վիրաբույժը եթե բարդ վիրահատություններ անի, 700,000 ստանա, դա արդեն շատ լավ է։ Տիկին Պողոսյան, եթե այս խնդիրները չվերանայվեն, ինչ հետևանքներ կլինեն ոլորտում։ Օրինակ մի քանի ամիս անց, 6 ամիս անց, 1 տարի անց։ Այս խնդիրները եթե չվերանայվեն, մեր քաղաքացիները շարունակելու են, բացի ապահովագրավճարելուց նաև գրպանից ծախսեր անեն, այս խնդիրների անվերահսկելիությունը բերելու է բյուջեի արագ սպառմանը, որի արդյունքում մենք ունենալու ենք լուրջ խնդիրներ, 1-2 ամիս հետո մեր քաղաքացիներին ընդհանրապես հիշում եք հայտնի արտահայտություն կա, չէ՞, պետպատվերը վերջացել է։ Հիմա մենք լսել ենք ապահովագրական գումարն է վերջացել եւ դրա արդյունքում մեր քաղաքացիները, ովքեր հատկապես խոցելի խմբերում են, ունենալու են լուրջ խնդիրներ վճարման հետ կապված եւ գրպանից ծախսերը բերելու են աղքատության ցուցանիշների բարձրացմանը։ Տիկին Պողոսյան, ոլորտի մյուս խումբ խնդիրները, որոնց մասին դուք բարձրաձայնել եք, վերաբերում են շտապօգնության ծառայությանը։ Պետությունը, իդեմս իշխանությունների, պնդում է, որ այս ոլորտում, այս հատվածում ունենք բարեփոխումներ։ Դուք ինչի եք ականատես եղել, որովհետև տեսա ձեր գրառումը, ձեր զանգը սպասման մեջ է, ինչքան եք սպասել։ Այո, հենց այդ օրինակով բերեմ, երբ որ գիշերը ժամը 12:10 րոպե, 15 րոպե, հիվանդի հարազատները ինձ կապնվում են ինձ հետ եւ ասում են, որ արդեն 25 րոպեի չափ մենք սպասում ենք շտապօգնությանը, բարձր զարկերակային ճնշումով հիվանդի 200 եւ ավել, եւ շտապօգնությունը չի մոտենում եւ ասում են անդադար զանգում ենք եւ այնտեղ դիսպեչերը մեզ պատասխանում է, որ ձեր կանչը սպասման մեջ է, կանչերը շատ են, դրա արդյունքում ձեր կանչը, երբ որ ավարտեն մյուս կանչերը կգան, այսինքն մենք հասել ենք շտապօգնության բարեփոխումը այն մակարդակի վրա, որ կանչերը սպասման մեջ են։ Եվ երբ որ ես ինքս կապնվեցի 103-ի ուրեմն օպերատորին, նա պատասխանեց աշխատակիցը դիսպեչերը, որ այո, ծանրաբեռնված ենք եւ դրա արդյունքում երբ կավարտեն կգան, բայց ասում եմ հիվանդը, որովհետեւ մենք ունենք չափորոշիչով դասակարգում 180 եւ ավել ճնշում ունեցողները, դրանք առաջնահերթ սպասարկող կանչեր են, ասում եմ հիվանդի ճնշումը բարձր է, նա առաջնահերթի, ասում եմ դե հասկանում եմ, կփորձեմ ասեմ արագ մոտենան։ Իմ համար տարօրինակ էր պատասխանը, զանգից հետո մի խոսքով 33 րոպեում, այսինքն 18 րոպե ուշացումով մոտեցան, իսկ 200 եւ ավել ճնշում ունեցող 84 տարեկան քաղաքացու մոտ դա կարող էր լինել ճակատագրական։ Եվ հիմա հաջորդ տարօրինակ բանը, հաջորդ առավոտը շտապօգնության կայանի տնօրենն է ինձ զանգում եւ բացատրում է, որ մենք ունեցել ենք աննախադեպ գիշեր, շատ կանչեր, որի արդյունքում մենք ուշ ենք սպասարկել կանչը։ Եվ ես ուզում եմ հասկանամ, ինչու՞մն է աննախադեպությունը։ Երևան քաղաքում ոչ մի արտառոց դեպք չի եղել, ձյուն չի եկել, ճանապարհները բաց են, ինչ որ միտեղ կներեք Սուրմալուի Աստված մի արած դեպք չի եղել, ոչ մի տենց էքստրիմ բան չկա, ինչու՞մն է արտահայտվում։ Ասում եմ, դե հազվադեպ դեպքերում սենց բաներ լինում են։ Հիմա հարց, ինչու չափորոշիչում այդ դեպքերը չեք ներառել։ Ասում եմ, դե մենք ինչ կապ ունենք, թող նախարարությունը անի։ Եվ հասկանում ես, որ այս ամեն ինչում տնավարություն է, ու այդ տնավարության արդյունքում դուրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Եվ երբ որ մենք ասում ենք, որ ապահովագրությունում հերթագրումները եւ այլն խնդիր է, բերում են Եվրոպայի օրինակ։ Ասում են, ուրիշ երկրներում ոնց են հերթագրում, ուրիշ երկրներում շտապօգնության ծառայությունը խիստ հասանելի է։ Ուրիշ երկրներում 8 կանչից հետո վճարովի չի։ Հիմա բազմաթիվ հարց եմ տվեք այն հաշվարկը, որի արդյունքում դուք այդ 8 թիվը որոշել եք, ինչու դա 10 չի կամ ինչու դա 5 չի։ Չկա այդ հաշվարկը, շատ այսպես անձնական մոտեցումներով արել են այդ խնդիրները եւ դրան զուգահեռ մոպեդներ են բերելու Երևան, արդեն իրավական ակտը դրա համակարգում քննարկվում է եւ այդ մոպեդները ինչ են անելու, ասում է բժիշկը պետք է նստի մոպեդի վրա, գնա կանչի։ Էլի են բերում միջազգային փորձ, ասում են բոլոր տեղերում կա, այո, բոլոր տեղերում
կա, Մեծ Բրիտանիայում էլ են այդ մոպեդները, Իսրայելում էլ կա, բայց այնտեղ պարամետիկներ են, բուժակներ, որոնք որ արագ հասանելություն ապահովելու համար կանչը գնում է եւ շտապ օգնության գծային ուրեմն բրիգադին եւ մոպեդավարը հասնում է, ցուցաբերում է առաջի բուժօգնություն, մինչեւ շտապ օգնությունը հասնի, այսինքն ժամանակին այսպես շահում, իսկ մեր մոտ որոշել են, որ դա պետք է անի բացառապես բժիշկը, այսինքն գծային շտապ օգնությունը փոխարինում են մոպեդով, արդյունքում օպտիմալացնում են ծախսերը, վառելիք եւ այլն, բնականաբար բուժքույրի եւ վարորդի հաստիկներն են կրճատում եւ դրանով ապահովում են մատչելի օպտիմալ առողջապահություն։ Ամփոփելով Տիկին Պողոսյան, հաշվի առնելով նաև այս խնդիրների համատեքստը, ինչպիսի առողջապահության համակարգ եք երազում ունենալ Հայաստանում։ Մարդակենտրոն։ Առողջապահությունում, եթե մարդը բարձրագույն արժեք չէ, ապա այդ առողջապահությունը ուղղակի սպառված է։ Պետք է լինի մարդակենտրոնություն։ Ճիշտն ասած, վերջերս ինձ հարց տվեցին, ինչպես եք կարծում, նախարարը պետք է լինի բժիշկ թե ոչ։ Ես մի պատասխան տվեցի, ցանկացած դեպքում նախարարը բժշկություն չի անում, ինքը զբաղվում է ադմինիստրատիվ գործերում, բայց բժիշկներին բժշկական համալսարանում առաջի օրը, երբ որ ոտք է դնում, մի շատ կարևոր բան է սովորացնում, որը որ ամբողջ կյանքում բժշկին ուղեկցում է, անկախ նրանից նա աշխատում է բժշկական ոլորտում, թե ոչ, դա մի վնասիրն է։ Եվ կարծում եմ, այդ մի վնասիրը ենթագիտակցական կարևոր գործոն եթե դառնա, ապա մեր առողջապահությունը կկայանա։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։